Վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և Ղարաբաղ-ադրբեջանական ուժերի շփման գծում տեղի ունեցած ցավալի իրադարձությունների հետևանքով երկուստեք մարդկային կորուստներ եղան։ Հայրենիքի պաշտպանության համար մարտական գործողությունների ընթացքում իրենց կյանքը նվիրաբերած հայրենիների հոգիների խաղաղության ու հանգստության համար այսօր Գարեգին II ամենայն հայոց հայրապետի օրհնությամբ հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կիրակնօրյա Սուրբ Պատարագի ընթացքում կատարվեց հոգեհանգստյան կարգ։ Ցավալի է մեզ համար, այնուամենայնիվ դրանով հանդերձ մենք գիտակցում ենք, որ իրենք հերոսաբանական, իսկ հերոսները չեն մեռնում, հերոսները միշտ կենդանի են, հերոսները մեր սրտերից ներս են և միշտ մեր հիշողությունների մեջ կան, մենք մեր աղոթների մեջ պետք է հիշենք նրանց, ոգիների համար աղոթենք, փառք նրանց, փառք մեր կենդանի զինվորներին։ Վոլոդիա Սարգսակը 2012-ից 2014 թվականներին Արցախի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի հոգևոր սպասավորն է եղել։ 2 տարի ծառայել է վերջերս Արիաբար զոհված Ազատ Ասոյանի ու Արարատ Խանոյանի հետ։ Իրենց հետ ծառայել եմ 2 տարի և շփվել ամեն օր։ Ազատը հաճախ էր մոտենում, ինձ քրիստոնեությունից հարցնում և այդ հավատքը, իր հավատքը, որ կենդանի հավատք էր և գիտակցված հավատք էր, հենց այդ գիտակցված հավատքն էր, որ իրեն մղեց մարտի։ Վոլոդիա Սարգսակ Նաջարյանը զոհված զինծառայողների ընտանիքների կողքին է, պարբերաբար այցելում է ու մխիթարում։ Մայրաթոռ աղոթելու էր եկել Ազատ Ասոյանի եղբոր հետ։ Այս օրերին հոգևոր սպասավորները հաճախ են այցելում զինծառայողների ընտանիքներին և վիրավոր զինվորներին։ Վիկտորիա Կարապետյան, Մեսրոպ Ավետիսյան, Եկեղեցական կյանք։